թե պարոն Սարգսյան, հաշվի առնելով կանխատեսելիությունը։ Պարոն Սարգսյան, առաջին անգամ կանխատեսում եք, ինչպես է ստացվում, որ ամեն անգամ կանխատեսում եք եւ այդպես։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են օրվա իշխանության կամակատարները, սա տեսնում ենք, այնպես չէ, որ ես նախապես գիտեի, ես զգում էի, ես դա կանխատեսում եմ այն իմաստով, որ գիտենք ով է դա անում։ Դա բացարկի հիմք է, պարոն Սարգսյան։ Գիտեք, բացարկի հիմքը այո այն իմաստով, որ եթե բազմաթիվ մարդիկ արդեն իսկ համոզմունք ունեն, թե ում մոտ է լինելու, իսկ բացինձնից էլի մարդիկ են ասում, ուրեմն վստահություն չկա այդ դատավորի նկատմամբ։ Ուրեմն հասարակության մոտ վստահությունը արդարադատության նկատմամբ կորչում է, իսկ բացարկ հայտնելու հիմքերից մեկը նա է, որ եթե հասարակությունը այդպիսի կասկածներ ունի, ուրեմն դատավորը պետք է չքննի, որպեսզի կասկածը չլինի։ Պարոն Սարգսյան, այս նույն դրվագի հետ կապված, Միքայել Սրբազանի 2024 թվականի ապրիլի 25-ին հարցում է արվել դատախազությանը, որ արդյոք օրենսդրության խախտում չկա եւ այլն։ Դատախազությունը պատասխանել է գրավոր իրազեկ քաղաքացիների միավորմանը, որ այդ դրվագի հետ կապված ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ուսումնասիրվել են, որևէ հանցակազմ չեն գտել։ Հիմա այդ ոնց եղավ, որ մի տարի հետո հանկարծ հանցակազմ հայտնաբերվեց։ Բոլորս գիտենք ոնց եղավ, հանձնարարեցին, գտեք հանձնակազմ, իրենք էլ հանցակազմը գտան։ Այսինքն այսօր դատախազություն, ոստիկանություն, քննչական դատարան, դատավորներ կոնկրետ դատավորներ իրավաբանի մասնագիտությունը մոռացել են իրենց համար, թե ինչ են ուզում օրվա իշխանությունները։ Նայում են Facebook-ին, տեսնում են թե ինչ գրառումներ կա, դրանով կանխորոշում են իրենց վարքագիծը։ Եթե նույն արարքը իրենք ոստիկանությունը հայտնում է դատախազությունը ասում է ԱԾ-ն ուսումնասիրել է քրեական վարույթ չի նախաձեռնել, որովհետև չկա հանցագործություն, դատախազությունն էլ դա ընդունել է, որովհետև պետք է հաստատել օրինականությունը։ Հիմա ոնց պարզվեց, որ նույն ոստիկանություն նույն հաղորդում ուղարկում է, նույն քննչական մարմինը հաստատում է, դատախազությունը հաստատում է, որ հանցագործություն կա։ Այսինքն իրենք իրենց չեն հավատում, իրենք իրենց արարքների մեջ չեն կողմնորոշվել եւ դրանով փորձում են ցույց տալ, որ իրենք մասնագիտական գործունեություն են իրականացնում, ինչը իրականում այդպես չի։ Կանխատեսել եք նաև դատարանի վճիռը։ Գիտեք, շատ կանխատեսելի է Մասիս Մելքոնյանի պարագայում։ Ես երբևէ չեմ կարծում, որ ինքը ի վիճակի է արդար որոշում կայացնելու։ Միակ բանը, որ հանրությանս արձագանքը կարող որոշակի ազդեցություն գործադրի, բայց կարծում եմ հատուկ տվել են իրեն, որ նույնիսկ այս ազդեցությունը չլինի, որովհետև իր մոտ նման ազդեցությունները կարծեք թե չի գործում, իր համար մի հատ բան կա՝ վախ, որ ինքը այդ վախից ելնելով գործողություններ է կատարում։ Վերադառնալով արարքի քրեաիրավական Կարգապահական վարույթ է սպայն իր նկատմամբ իրականացվում։ Եթե ինքը ցանկալի որոշում չկայացնի, միանգամից կարգապահական վարույթի արդյունքում կլինի իր համար ոչ ցանկալի հետևանքներ։ Սա առաջինը։ Վերադառնալով արարքի քրեաիրավական որակմանը, հա, իշխանությունը զավթելու Ես ներողություն պետք է խնդրեմ, քանի որ գիտեմ ինչ եք ասում, քանի որ մենք պետքա դատական նիստի ժամանակ մեղադրանքի հիմնավոր կասկածին անդրադառնանք, ճիշտ չեմ համարում, որ այս փուլում մենք դրան անդրադառնանք, հենց այս պահին։ Դատական նիստից հետո իմ գործընկերների հետ միասին այդ հարցի մանրամասն կանդրադառնանք, չեմ բացառում, որ նույնիսկ կլինի ասուլիս հրավիրված, որտեղ մանրամասն դրան կանդրադառնանք։ Եվ անդրադառնալու եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, արդյոք սա դիտարկում եք որպես Ուրեմն մենք ամբողջ ծավալով, մենք միանշանակ դա ուղղորդում ենք դիտարկում, դատավորը անպագորգոր խոսքեր ասելու, որ իրեն ոչ ոք չի կարող ցուցումներ տա, ինքը ոչ մեկից չի կաշկանդվում ասելու է, ինքը միշտ ասում է, բայց մենք տեսնում ենք, թե իրավիճակը ինչպիսին է։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ իրավական բոլոր գործիքակազմը պետք է կիրառվի եւ եթե անգամ այսօր էլ հանգած դատավորը կայացնի այն որոշումը, որը որ իրեն հանձնարարված է կամ ինքը կարծում է, որ իրենից դա ակնկալում են, միևնույնն է պետք է պայքարել իրավական բոլոր գործիքակազմով եւ ես կարծում եմ, որ շուտով այդ արդյունքը կունենանք։ Հիմա փորձենք ծանոթանանք, գանք մասնակցենք դատական նիստին։ Ժամը 2:30։ Շնորհակալություն։